Ողջույն, ես Լիլիթ Բարսեղյանն եմ եւ քեզ այսօր պատմելու եմ մեր սիրելի բրենդների պատմությունը մի քիչ այլ տեսանկյունից։ Սկսեցինք։ Մեզ միշտ զարմացնում են մարդիկ, որոնք համագործակցում են չարի հետ։ Մենք մի տեսակ տրամաբանություն չենք գտնում, թվում է թե աշխարհը ստեղծված է նրա համար, որ չարից հնարավորինս հեռու ապրենք, բայց իհարկե սխալվում ենք։ Չարիքը ցավոք միշտ էլ գտնում է հետևորդներ, աջակցողներ, տարածողներ, կոլաբորացիոնիստներ, համագործակցողներ։ Նացիստական Գերմանիայի հետ էլ ժամանակին շատերն էին համագործակցում, ոչ միայն պետություններ, այլև մեր շատ սիրելի բրենդների հետևում կանգնած մարդիկ։ Եվ նրանք ոչ միայն համագործակցում էին նացիստական Գերմանիայի վերին խավի հետ, այլև լրտեսում հօգուտ երրորդ ռեյխի։ Մեզնից շատերը օգտվում են Chanel բրենդից։ Շատերն ունեն Chanel-ի օծանելիքներ, պայուսակներ, այն հայտնի փոքրիկ սև զգեստը, բայց շատ քչերը գիտեն, թե ով է եղել իրականում Coco Chanel-ը եւ ինչ մութ պատմություն է թաքնված նրա անցյալում։ Սկսենք նրանից, որ Gabrielle Chanel-ը Կաբարեի երգչուհի էր եւ նրան շատ էին օգնում իր սիրեկանները։ Նրանցից մեկն էլ Վեսթմինսթերի երկրորդ դուքսն էր, Հյու Ռիչարդ Արթուր Գրոսվենորը։ Իսկ Կոկո հայտնի կեղծանունը Chanel-ը ձեռք բերեց իր հայտնի Կոկորիկո երգից։ Ծանր կյանք ապրած Coco Chanel-ը հասկանում էր, որ դժվար ժամանակներ են սպասվում եւ բազմաթիվ փորձությունների միջով պետք է անցնեն եւ նաեւ լավ հասկանում էր, որ ամեն ինչ այս աշխարհում վաճառվում է։ Տարբերությունը միայն գինն է։ Պատերազմի առաջին տարիներին Կոկոյի բախտը բերել էր, նա նորաձևության տանտիրուհի էր, ուներ բազմաթիվ աշխատակիցներ, բայց արդեն պատերազմի վերջին տարիներին հասկացավ, որ անխուսափելի է աշխատանքից ազատումը ու նա մոտ 4000 աշխատակցի աշխատանքից ազատեց։ Դա էլ արդարացրեց նրանով, որ այս տարիներին նա ուզում է զբաղվել միայն իր օծանելիքներով։ Եկավ 1940 թվականը եւ գերության մեջ հայտնվեց Coco Chanel-ի զարմիկը Անդրե Պալասը։ Կոկոն երկար դեսուդեն չընկավ եւ նա դիմեց գերմանական դեսպանատան ատաշե Հանս Գյուտեր ֆոն Դիկլագին, խնդրելով, որ զարմիկին փոխարինեն իրենով։ Դիկլագը այդ ժամանակ 43 տարեկան էր, իսկ Կոկոն 56, բայց Դիկլագը Կոկոյի հմայքին չկարողացավ դիմակայել։ Հետո սիրեկանները սկսեցին ապրել ֆրանսիական Ռից հյուրանոցում եւ բացարձակ չթաքցնել իրենց սիրային կապը։ Ֆրանսիացիների աչքում իհարկե Coco Chanel-ը մի տեսակ դավաճանի տպավորություն էր թողնում։ Նրանք վստահ էին, որ Կոկոն վաճառել է ոչ միայն իր մարմինը, այլև հոգին եւ վաճառել է նացիստներին։ 2016 թվականը բեկումնային էր նորաձևության աշխարհի համար եւ ի հայտ եկան բազմաթիվ արխիվային փաստաթղթեր։ Հենց այդ փաստաթղթերի բացվելուն պես էլ հասկացան, որ Coco Chanel-ը ոչ միայն նացիստի սիրուհի էր, այլև գերմանական հետախուզության լրտես։ Փաստաթղթերի շարքում էր նաև Մադրիդի ֆրանսիական դիմադրության գաղտնի աղբյուրի նամակը։ Ըստ արխիվի պատասխանատուի, արձանագրությունները ցույց են տալիս, որ Coco Chanel-ը գրանցված էր որպես երրորդ ռեյխի ռազմական հետախուզության եւ հակահետախուզության գործակալության աբվերի գործակալ։ Պատմաբանը չի բացառում, որ հնարավոր է նացիստները Chanel-ին օգտագործել են որպես ինֆորմացիայի պոտենցիալ կրող եւ պատվերներ կատարող առանց նրա իմացության եւ համաձայնության, բայց դա միայն ենթադրություն է։ Chanel-ի միամտությանը դժվար է հավատալ, որովհետեւ կան բազմաթիվ օրինակներ դրան չհավատալու։ Օրինակ երկրորդ համաշխարհային պատերազմի առաջին օրերին Chanel-ը միանգամից վաճառում է իր Chanel համար 5-ը Պոլ եւ Պիեր Վերթհայմեր եղբայրներին, որոնք հրեա են եւ Փարիզի օկուպացիայի օրերին գրանցում են ուրիշի անունով այս բրենդը եւ փախչում են Փարիզից։ Chanel-ը, որ միևնույն է դժգոհ էր օծանելիքից եկած եկամտից, իմանալով այս գործարքի մասին, համոզում է օկուպացիոն իշխանություններին միանգամից
հետ փոխանցել իրեն իր օծանելիքի նկատմամբ ունեցած իրավունքը։ Ֆրանսիայի ազատագրումից հետո Վերթհայմեր եղբայրները վերադառնում են Փարիզ եւ վերականգնում իրենց կորցրած իրավունքները, բայց Շանելը հանգիստ չի մնում։ Նրա փաստաբանների սպառնալիքի տակ Վերթհայմեր եղբայրները Շանելին վճարում են $400,000 եւ Շանելի վաճառված յուրաքանչյուր ապրանքանիշից եկած եկամտի 2%-ը։ 1943 թվականին Երրորդ Ռեյխի հետախուզության ղեկավար Վալտեր Շելենբերգի գլխավորությամբ իրականացվում է նորաձև գլխարկ օպերացիան, որի կենտրոնական դեմքը Կոկո Շանելն էր։ Ենթադրվում էր, որ Կոկոն, օգտագործելով անգլիական արիստոկրատիայի ներսում ունեցած իր կապերը, պետք է հասներ Ուինսթոն Չերչիլի հետ հանդիպման։ Առաջադրանքն այն էր, որ Կոկոն բրիտանական կաբինետի ղեկավարին փոխանցեր խաղաղության պայմանագրին վերաբերող գերմանական առաջարկները։ Շանելը եւ Դիկլանգը մեկնում են Մադրիդ 1943 թվականի դեկտեմբերի վերջին կամ 44 թվականի հունվարի սկզբին։ 43 թվականի դեկտեմբերի 17-ին Փարիզում SS-ի պետ Կարլ Բյոմելբուրգի անձնական հրամանով Շանելին տրվում է Իսպանիա մեկնելու անձնագիր։ Ճամփորդությունն ամբողջությամբ ֆինանսավորում են նացիստները։ Բայց Կոկոին չի հաջողվում կապ հաստատել Չերչիլի հետ։ Համենայն դեպս նման կապի մասին որևէ հաստատում չկա, կամ արխիվներն են կիսատբացվել։ Ամենահետաքրքիրն այն է, որ 1944 թվականին Կոկոն ձերբակալվում է, մեղադրանքը կոլաբորացիոնիզմ։ Եվ այն նույն Չերչիլը, որին այդպես էլ չհանդիպեց Կոկոն, դառնում է Շանելի հովանավորյալը։ Նույն Չերչիլի շնորհիվ նա ոչ թե ձերբակալվում է կամ հայտնվում գնդակահարության պատի տակ, այլ հայտնվում է աքսորում։ Իհարկե Կոկո Շանելի աքսորից ես էլ կուզեի այսօր ունենալ, որովհետև Ժնևում, լճի ափին Կոկո Շանելը աքսորավայրում հանգստանում է իր սիրելի Ֆոն Դիկլանգի հետ։ Կոկո Շանելը երբեք կարիքի մեջ չի եղել։ Ավելին, երբ Շվեյցարիայում է հայտնվում Երրորդ Ռեյխի հետախուզության պետը եւ նախկին լրտեսը Շելենբերգը, նրան ֆինանսավորում է հենց Կոկո Շանելը։ Ընդ որում, Շելենբերգի մահվանից հետո նաև նրա հուղարկավորության ծախսերն է իր վրա վերցնում Կոկո Շանելը։ Շանելը վերադառնում է Ֆրանսիա եւ մոտ 3 տարի է նրանից պահանջվում նորից վերականգնելու սերն իր նկատմամբ Ֆրանսիայում։ Իհարկե ժամանակներն էին այդպիսի, նացիստների հետ համագործակցողներին սկսել էին ներել։ Կոկո Շանելը մահացավ 1971 թվականին, բայց մինչև օրս էլ մարդիկ շարունակում են երազել փոքրիկ սև զգեստի եւ աքսեսուարների մասին, իսկ Կոկո Շանելի արարքների մասին նույնիսկ պատմությունն է ուզում լռել։ Տարիներ առաջ Hugo Boss բրենդի շուրջ մեծ աղմուկ տարածվեց, երբ հրապարակվեցին փաստաթղթեր, որտեղից ակնհայտ էր դառնում, որ Hugo Boss ընկերությունը հագուստներ է կարել Երրորդ Ռեյխի եւ նրա հետևորդների համար։ Ընկերությունն այս տեղեկատվությունը հաստատելու կամ շղթելու համար դիմեց աղբյուրներին եւ նույնիսկ ներողություն խնդրեց։ Այո, Hugo Boss բրենդը տարիներ շարունակ հագուստներ էր մատակարարում նացիստական Գերմանիայի վերնախավին։ Եվ նացիստական զինվորների գարունամառ հավաքածուի համար ֆաբրիկաներում աշխատացնում էր համակենտրոնացման ճամբարներում ծվարած հրեաներին։ Hugo Boss-ն իր կարի ֆաբրիկաները մասնագիտական համազգեստների համար բացել էր դեռևս 1923 թվականին։ Իսկ 30-ականների սկզբին ընկերությունը փլուզման եզրին էր։ Հենց այդ ժամանակ էլ օգնության հասան գաղափարակիցները։ Պարզվում է, Հյուգո Ֆերդինանդ Բոսը նացիստական կուսակցության հավատարիմ կողմնակից էր եւ կուսակցությանն անդամագրվել էր դեռևս 1931 թվականին եւ դրան աջակցել գոյության ամբողջ ընթացքում։ 1930-ականներին Բոսը խոշոր պայմանագիր է կնքում նացիստների հետ SS-ի անդամների, փոստային աշխատողների, երկաթուղու աշխատակիցների, իսկ ավելի ուշ Վերմախտի զինվորների համար համազգեստ արտադրելու պայմանով։ Երկրորդ աշխարհամարտից հետո Բոսին դատում են, համարելով, որ նա եղել է նացիստների աջակից եւ հետևորդ։
Շուտով մեղադրանքը փոխվում է ոչ թե ակտիվիստ կամ աջակից, այլ կոլաբորացիոնիստ։ Բոսը պարտավորվում է վճարել հսկայական տուգանքներ, իսկ ավելի ուշ ընկերության ղեկը նա կորցնում է իր ձեռքից եւ ղեկն իր ձեռքն է վերցնում Փեսան Յուջին Հոլը։ Ավելի ուշ ընկերությունն ներողություն է խնդրում հրյաներից, որ ֆաբրիկաներում աշխատել են համակենտրոնացման ճամբարի 180 հրյաներ։ Պատկերացրեք միայն այս ինֆորմացիայի աբսուրդը։ 180 հրյա աշխատակից ֆաբրիկայում կարում է իր դահճի հագուստը, կարում է կոկիկ, գեղեցիկ, որ իրենից գոհ լինեն, որ իրենց լավ սպանեն։ Հյուգո Բոսի եւ Հիտլերի միջև անձնական շփումների որևէ հաստատում չկա, բայց որ Հյուգո Բոսը եղել է SS-ական եւ հետևել նրանց, պատմում է նույնիսկ նրա որդին Զիգֆրիդ Բոսը։ Նա ասում է, որ այո, իմ հայրը եղել է SS-ական, բայց ով այդ ժամանակ չէր համագործակցում SS-ականների հետ։ Ընդ որում, ոչ միայն Հյուգո Բոսն էր SS-ական եւ նրանց հետ համագործակցող, այլև Հյուգո Բոս ընկերության ամբողջ ղեկավար կազմը։ Մեկ ազգ, մեկ կայսրություն, մեկ խմիչք։ Չէ, սա նախընտրական քարոզ չէ։ Սա մեր շատ սիրելի ըմպելիքի, ամենատոնական, ամենազովացուցիչ ըմպելիքի Երկրորդ համաշխարհային տարիներին տարածված կարգախոսներ։ Մինչև պատերազմի բռնկումը Կոկա-կոլան եղել է երրորդ ռեյխի Հիտլերի ամենասիրելի ըմպելիքներից մեկը։ Ավելին, նացիոնալ-սոցիալիստական Գերմանիայում 1936 թվականին կայացած օլիմպիական խաղերը բոյկոտել էր գրեթե ամբողջ աշխարհը, բայց դա չէր խանգարել Կոկա-կոլային, այս խաղերի գլխավոր հովանավորին։ 1936 թվականին Գերմանիան ընդունել էր ոչ միայն ձմեռային, այլև ամառային օլիմպիական խաղերը։ Օլիմպիական խաղերից հետո Կոկա-կոլան ոչ միայն չհեռացավ Գերմանիայից, այլև այստեղ բացեց բազմաթիվ գործարաններ եւ դարձավ իրական Գերմանիայի միակ ազգային ըմպելիքը։ 1940 թվականին հակահիտլերյան կոալիցիան էմբարգո է սահմանում Գերմանիայի նկատմամբ եւ կոլայի խտանյութի մատակարարումները դադարեցվում են, բայց Գերմանիայում Կոկա-կոլայի արտադրության այն ժամանակվա տնօրեն Մաքս Քայթն իրեն չի կորցնում։ Որոշում է, որ նույնիսկ պատերազմի ժամանակ չպետք է բաց թողնել փող աշխատելու հնարավորությունը։ Որոշվում է արտադրել կոլա այն հումքից, ինչը որ այդ ժամանակ կգտնվեր Գերմանիայում։ Դե գիտեք, Գերմանիայում այն ժամանակ ամեն ինչ նախատեսված էր հանուն ճակատի, նպատակն էլ հաղթանակն էր։ Մաքսին էլ մնում է միայն խնձորի մրգահյութն ու շիճուկ, դա էլ պանրի արտադրության թափոններից։ Արդյունքում ստացվում է նոր ըմպելիք, որն ուներ դեղնավուն գույն եւ բնականաբար խնձորի համով էր։ Որ գնորդները շատ չնեղվեն նոր կոլայի համից, որոշում են ըմպելիքի անունը փոխել եւ դնել Ֆանտա, որը բառացիորեն կարելի է թարգմանել որպես կատակ։ Ամբողջ պատերազմի ընթացքում խմիչքը թափառում էր զորամասերով, նույնիսկ հասել էր գրավյալ տարածքներ։ Իսկ հետագայում, որպեսզի Ֆանտան չհիշեցներ նացիստական Գերմանիան, ընկերությունը որոշում է այն արտադրել նարնջի համով, դե այն նույն Ֆանտան, որ մինչև օրս խմում ենք։ Իսկ ինչ էր անում Կոկա-կոլան մինչև պատերազմը։ 1925 թվականին Կոկա-կոլայի ընկերությունը թողարկում է գրպանի ժամացույցի բրելոկներ սվաստիկայի տեսքով։ Այն ժամանակ սվաստիկան դեռ չարիք չէր, այլ հաջողության խորհրդանիշներ։ Մինչ այդ 1915 թվականին Կոկա-կոլան արդեն կլոր բրելոկներ արտադրել էր սվաստիկայի տեսքով, իսկ երկու բանալիների վրա էլ գրված էր «Խմեք Կոկա-կոլա 5 ցենտով»։ Դե իսկ հետո սվաստիկան դարձավ չարիք, իսկ աշխարհը բռնեց քայլելու նոր ճանապարհ։ Նկարահանվեցին բազմաթիվ ֆիլմեր հրեաների ցեղասպանության մասին։ Հոլոքոստին նվիրված ֆիլմերն ու օսկարները վկա։ Մարդիկ գալիս են նստում են դահլիճներում, գուցե Հյուգո Բոսի կոստյումներով, գուցե Շանելի օծանելիքներն օգտագործած եւ գուցե քիչ առաջ Կոկա-կոլա խմած, բայց այս մարդիկ գալիս են կինոթատրոններ եւ արտասվում են նացիստական Գերմանիայի գործած մեղքերի պատճառով։ Դե ինչ,
մենք 7 պորտ հետ գնացինք, պատմեցինք ոչ թե բրենդների, այլ դրանց խորքերում թաքնված մութ պատմությունների մասին։ Եթե դուք էլ գիտեք այսպիսի պատմություններ, խնդրեմ կոմենտները բաց են, կարող եք գրել այդ պատմությունները, մենք էլ դրանց կանդրադառնանք եւ կանդրադառնանք 7 պորտ հետ գնալով։ Դե ինչ, կարող եք նաեւ բաժանորդագրվել էջին։ Ցտեսություն։